Չի համար եք այստեղ կառավարության դիմաց։ Դե ես են խնդիրներով ասեցի, բոլորին ասեցի, ինչ համար ենք հավաքվել ենք, ենիցուները արցախցիներ են, որ կտրեցին, հիմա ուզում են տենց 40-ին կամ այն նոր ծնվածից մինչև 17 տարեկանի տրանց բավարարել, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդին բավարարում, որովհետև ընտանիք կա 10 հոգի են, 9 հոգի են։ Մինտեղ ապրում են իրանք 250,000 դրամ փողը մոծում այդ ընտանիքը։ Եվ դա էլ որ կտրում է տրանով են իրանք ընտանիքին այդ գումարը տալիս։ Այդ էլ որ կտրի ոնց են անել, ինչ են անել։ Ժողովուրդն կանգնած անդունդի ճանապարհի մեղքն է ժողովուրդ։ Իրանք եթե այդքան անում են, թող իրանք ցընտանիքով գնան, իրանք աշխատում են ահագին գումար ստանում։ Թող տուն բռնեն, վաճառեն, հիմա Նիկոլայնա իրեն haman առանձին սենյակում ապրում է, ինքը օրվա վարձը կամ ամսական վարձը 2 միլիոն է։ Ուտելու համար այն ձված եղապենը սարքում է, որ ուտում է։ Դերասանի տա դերեր է տանում, ոչ թե ինքը ղեկավարի դեր է, լի։ Ամոթ եմ զգում իրան տեղը։ Եվ դե ամոթը ինքը պետք է զգա իրան վրան, որ այն միլիոնների մեջ են ձված եղը չանի։ Ամոթա։ Ժողովրդին օգնի կարողանում է այդ 50-40-10 տալ։ Չի կարողանում, այն արտասահմանից եկած փողերը գոնե տա ժողովրդին, որ մարդիկ օգնում են։ Այնտեղ մարդիկ կան, որ այդ փողերը ուղարկում են իրանք այստեղ ներքովով ուտում են։ Նշում եք, որ եթե օրինակ այդ 40+1-ը չլինի, արցախցիները երկրից կգնան, արտագաղթ կսկսվի։ Տվյալներ ունեք, օրինակ ձեր բարեկամների մեջ, հարևանների մեջ գնացողներ կան, թե ինչպիսին է։ Ունեմ գնացող, ստեղ ունեմ 3 ընտանիք, ես հարսի հետ առանձին եմ ապրում, մեր ընտանիքը համարյա 4 ընտանիք է։ Իսկ մնացած ընտանիքը 5-ական, 5 հոգվն 200,000-ով փող են տալիս, տանքրի են տան այդ գումարը։ Մենք նրանք, եթե այդ գումարը չտա, իրանք այդ գումարը որտեղից են տալու, դա պետք է իրանք հասկանան, որովհետև իրանք այն հերոսները չեն, ժողովրդական հերոսը գյուղում է սեշնա, որ կարողանում է ինքը ժողովրդին ղեկավարի, ինքը կարողանում է ժողովրդին վիճակը հասկանա, ինքը ոչ բանակում է եղել, ոչ կռվում է եղել, ոչ իրան երեխան տարել է Ղարաբաղ ծառայելու, ետել ասեմ, ռազմետքի մեջ է ծառայալ, ռազմետքում ծառայելիս է եղել, Իրանը մեկ էլ մի հատ նախարար կա, նրա տղա միասին էնլալ Ստեփանակերտա մեջին այդ առավոտի հացը կեսօրին իրիկունու կերել են, խմել են, գնացել քնել։ Դա չի նշանակում, որ իրան տղան ծառայել է հանուն հայրենիքի։ Նա ծառայել է հանուն ռեստորանների։ Նախարարությունը ստեղից են փող ուղարկել, ինչ են արել, մուծել են, նրանք եկել են, կերել, խմել, գնացել։ Իրեն կինը կռվի ժամանակ 20 թվականին, նույնը եկալ է մունքնդեղ ապկոմ ենք ասում, այս ղեկավարության շենք։ Դրա պատվալն անի մտել, դե ստեղից են տեղից բերել են, կերել անդեղ նստել, թե ես եմ ղեկավարել, իմ կինս մենակ ընդեղ են ալալ, նստած ղեկավարել, իսալյա դուրս է եկել, բա դուրս է եկել այդ պատվալից, որ իմանա, թե ընդեղ ինչքան ժողովուրդ կան։ Դե ասում են ջոկատ էին կազմել, կանանց գնացել։ Լեշն յուրակինը ղալատ արել։ Իրանքինը ոչ մի ջոկատա կազմակերպել ոչ թե ես ղեկավար կազմակերպում է քինամա ռեստորանում նստում ասում է գիտեք ինչ կա հավաքվեցիք ասում է 2 միլիոն գալիս եք միասին նստում ենք զրուցենք այդ 2 միլիոնը վերցնում է իրաց բաց թողնում սոված Դա կինն էլ այդպես աշխատում Տարա գնացել են Ամերիկա ինչ արել ինքը Ամերիկայից վերադարձել է Երևան յուրակինը Արաբական Էմիրատները ոնց կարող է ինքը կնոջը բաց թողնի Ամերիկայից գնա Արաբական Էմիրատներն ինքն էլ կա Երևան այդպեսի բան չի լինում դա բոլոր ժողովուրդը պետք է հասկանաք դուք ինքներդ պետք է հասկանաք դա ինչ է կատարվել տեղ դրա հագին գումար է եղել Այդ որ հավաքում աստեղ են 2 միլիոնը պիրմա ճաշարանում նստում են հաց են ուտում 2 միլիոն խոստանում է տալիս են ինքն էլ հավաքել է հագին գումարը դարել հացել են Ամերիկա ինք եկել է այստեղ այդ գումարը տեղափոխել են Արաբական Էմիրատներում որովհետև այնտեղ այդպեսի տեղ կա եթե դե փողեր են ծախսում դրանք ոչ մեկին չեն ասում ինչքան գումար է տեղ
Այդ գումարն է հվաղը, որ ինքը հեռանա ստեղից չնալու է մի տուն, ամեն ինչ առնելու է, բանկը լիքը փող ալնելու է Արաբական Էմիրատներ, մենակ իննել ընդեղ ճանաչում է բոլորին։ Իսկ երբ է հեռանալու, որտեղ օրինակ նույն ձեր արցախցիներից նշում էին, որ եթե ձեր լավ ապրելու համար պետք է ինքը այլևս ղեկին իշխանության չլինի։ Ես էլի նոր ասեցի, դա իշխանության ղեկը չի։ Դա ինքը առի այդպես էլ կարամ ասեմ, ինքը շեստյորկա է։ Իրան ղեկավարում են 6 հոգի։ Ինքը սորոսականների շարքերը մագու գտնում։ Ղեկավարը կինա, տեղակալը Լևոն Տեր-Պետրոսյանն է, դրան տեղակալը Ռոբերտ Բեհեպենն է, Սերժ Սարգսյանն է, որ Սերժ Սարգսյանը ինքը նախագահ է եղել, այդ բաները որ սարքել են, իբրև վարչապետի, վարչության ղեկավարում ամբողջ հայ ազգին, այդպիսի բան չի լինում, չի կարելի։ Այդտեղ իրանց մեջին այդ սորոսականներին հարկավոր է վերացրած Հայաստանից, որ ժողովուրդը մի անգամից ոտքի բարձրանան, հասկանան յուրաց կյանքը։ Դուք երբ եք տեղահանվել իսկ։ Երբ եք տեղահանվել իսկ վերջի։ Ես վերջի 18 ամիս է։ Ղարաբաղից որ հանել են, ես միշտ կռիվներին էլ մասնակցել եմ։ Իսկ որ Ալեն Սիմոնյանը նշում է, որ արցախցիները չեն կռվել։ Ալեն Սիմոնյանը, որովհետև անասունի լագոտ է։ Ինքը Աղդամից, Աղդամում ապրած լագոտ ժամանակ ես իրան ճանաչել եմ։ Վայնկոմատը տենց էլ թող իմանա, վայնկոմատը հետևի 7-րդ տունն ալալ իրանց Աղդամին։ Ինչի այդպիսի հայտարարություններ անում։ Ինքը այդպիսի բան անում, որովհետև Ղարաբաղցուց հետ իրանց չունեն։ Դրա համար ասում։ Դե մի անգամ էլ մի կին ասում, Ղարաբաղ չկա, հիմա ձեր երեխաների, ձեր ընտանիքների հետ գնացի Ղարաբաղ թոթոր կերից ձեզ գոտորեն, գոտորվեք, երեխաներն գոտոր։ Բայց ինքը պետք է այդ գոտորվի, որովհետև իրան երեխան չի ծառայել, չի մասնակցել ոչ մի բան, դրա համար ինքը չի իմանում այդ ինչ բան է այդ կռիվը, երեխաների զոհը։ Ալեն Սիմոնյանն հետո վերամշակեց խոսքը, ասելով, որ ես քաղաքացիներին նկատի չեմ ունեցել, բոլորը լավ գիտեն, ես ու Ինքը քաղաքացիների գումը շաղեցնում է, ճանապարհը փոխում է, որ այդ ինքը ոբշի ասել, հետո թե ես դրանց չեմ ասել ղեկավարություններում, ղեկավարությունը հիշկապ ունի հասարակ ժողովրդի հետ, կռիվն էլ արել են հասարակ ժողովուրդը, հաղթել են առաջին 90-ական թվականին, հասարակ ժողովուրդ, կառավարությունը ոչ մի կապ չունի դրան հետ, բայց ինչքան մեդալները, ինչքան հերոսի կոչումները ղեկավարությանն է տվել։ Դե իրանքը իրաց ձեռն է, իրան գրել են, իրենք ստացել են։ Այդպես է։ Հայ ազգը հիմա դժոխքի ճանապարհին է, ոչ թե ղարաբաղցիները, այլ հայ ազգը դժոխքի ճանապարհին է, շատ մոտ է դժոխք։ Ինչպես եք պատկերացնում այդ ճանապարհից շեղումը, այսինքն ինչ պետք է անենք, որ դժոխքի ճանապարհին չհայտնվի։ Ղեկավարությունը անպայման պետք է փոխվի, կամ գնան, ես չգիտեմ, ամենտեղ ասում, կամ մի հատ ուզբեկ պիրին, կամ մի թաթար պիրին, տաջիկ պիրին, կազախ պիրին, ինչ որ բերում են, թող ուրիշ ազգից մի հատ բերին տնի տեղը։ Որ հայ ազգը դրեցին էլի մեկը, են գումարը, են դրամ փողը, հայ ազգը սիրահարված է փողի վրա, չի կարողանում առանց դրամի ապրել։ Բրի փոխվի ուրիշ ազգից մի հոգի դնում թե այնտեղ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեր անազգաններ կասեք։ Աբրամյան Հենո։ Շնորհակալություն։